Debug, վերջապես debug մեծ թեմայի մեջ անցանք debug ենթաբաժինը, որ բացատրում է ինչա debug-ը։ Հատուկ ծրագիրը ինքը մեր ծրագրին է կպնում, միավորվում է մեր ծրագրին, ինչի համար կամ ինչու է, որպեսզի հսկում ուժեղացնի սխալների հայտնաբերման համար։ Բայց վատ բան ունի ինքը, ծանրացնում է նախագծվող ծրագրի աշխատանքը։ Այսինքն, եթե դուք debug-ով եք թարգմանել, եկեք մի վաճառեք։ Debug-ով թարգմանություն կա եւ ոչ debug-ով թարգմանություն։ Օրինակ, ինչ որ մի ծրագիր է նախորդներից մնացած, կարևոր չի ինքը, ես կարող եմ debug գրածա առանց debug թարգմանել, սա թեթև աշխատեց, եւ կարող եմ այս նշանը սխմելով debug-ով աշխատեց, որը որ տակը նույնիսկ մուկ կարիճնվի ինչ գույնը, կարմիր գույնով, ասում է, որ ես debug ռեժիմում եմ ավելին։ Այս ուղղանկյունիկը ասում է, որ դուք debug-ի մեջ փորձել եք բաներ ստուգել։ Ոնց է ձեր կյանքը։ Ես ասում նորմալ է, ստոպ եմ տալիս եւ դրանով վերջանում։ Այո, հիմա եթե մենք մտածելով կամ տեխնոլոգիական բացատրեմ դա, մի վարքյան, քիչ վերև տանք։ Ունեմ ծրագիր, execute, վերջնական արդյունք եմ ուզում ստանալ, որը որ CLR-ով կգնա CPU, չմոռանանք։ Կգնա CPU, CLR-ի միջոցով CPU եւ ինքը կաշխատի, այսինքն այս կոդերը, ինքը անպայման պետք է հասանելի լինի CLR-ի միջոցով, դա մեր դասերից է, դրանից վախենալ պետք չի, CLR-ի միջոցով գնա processor։ Եվ manage կոդը կրկնակի կամ երկակի կամ թափահումով թարգմանման տեխնոլոգիաները։ Ինչևից է։ Ես ունեմ exe file։ Հիմա ամբողջ իմաստը C#, C++ եւ այլն, սրանք ոնց է, typing լեզուներ են, այսինքն հսկել հնարավորին շուտ, սխալները շուտ հայտնաբերելու տեխնոլոգիայով։ Այո, C#, C++-ը typing են։ Եվ ինքը պարտադրում է, որպեսզի ես կարողանամ հսկում կատարել։ Հիմա ծրագիրը ամբողջությամբ ուղարկում ենք CPU, հետո արտադրություն, հետո խաղ եւ այլն, շուկա, մտավ ինքը շուկա, եւ ինչ է ստացվում։ Շուկայում մեկ էլ սխալ կա։ Ես բերում եմ այս հատվածները, փորձում եմ ուղղել։ Հիմա խնդիր է առաջանում, չի լինի տեղում հնարավորին չափ եւս մի բան գտնել, որ իմ ծրագրային հատվածը ավելացվի։ Ինչ գույնով ավելացնեմ, կանանչով, ոչ ավելի մեծ, եւ սա անունը կդնեմ debug, տենց վերցնենք, այդպես վերցնենք, debug։ Ուրեմն, եւ այս ծրագիրը այս ամբողջականությամբ, որ ձևը վերցնենք հասկանալ, այս ծրագիրը ամբողջականությամբ ինքը թարգմանվում է ու մեզ հետևում է, մեզ հետ աշխատում է։ Սխալները հայտնաբերելուց հետո ես անպայման պետք է հրաժարվեմ այդ debug-ից։ Այսինքն սև գույնով նշեմ։ Այս մասը պետք է ջնջել, ինձ պետք չի, ես ուզում եմ execute-ը տանեմ որպես կիրառական մաս։ Այսինքն ստացվում է, որ եթե ես ուզում եմ իմ ծրագրի execute-ը տանել այդ մասը, ես առանց debug պետք է իրան թարգմանեմ ուղարկեմ եւ ստացվում է, որ այս մասը, որը CPU ենք համարում, առանց debug այս մասը պետք է գնա։ Այդ գծագրով եկեք միասին դայել։ Ուրեմն debug-ը կցվում է մեր ծրագրին, կոմպիլյացիայի ժամանակ փորձում ենք ուղղել, վերջին հաշվով առանց debug ենք ուղարկելու մեր արտադրական սիստեման, սխալներ ուղղելու համար։ Իր ամբողջ առաքելությունը։ Էլ եմ ասում, կրկնում եմ, որտեղ շատ կարևոր է, ծանրացնում է ծրագիրը, մեծացնում է տարածքը, սխալները հայտնաբերելու տեխնոլոգիայի համար։ Սխալները մենք հիմա հայտնաբերում ենք միջև այս ժամանակները, console write line, ստուգել ես, հիմա ավելի խոշոր կամ ավելի խորացված թեմայով գնանք։ Հիմնական ինֆորմացիան PDF ֆայլում է պահվում, որ նախորդ դասերից մեկում ասել եմ, program database կոչվում է ֆայլում, չեքսումերում եմ ես դա ասել, ASP.NET-ում եւ այլն, մեզ մոտ այսպիսի ֆայլ կա։ Նշված ինֆորմացիան նաև այս ֆայլում է պահում։ Եթե օրինակ ես ինչ որ մի օրինակ է մնացել, ես այդ կապ չունի, այս նախորդ լեկցիաներից տեսնեմ, այս folder որ եթե կատարենք, այդ տեղը ցույց տամ, էլի, նույնիսկ նախորդ դասերում մոռացել եմ ասել։ Այստեղ կա PDB, Russian program debug data։
այստեղ ինքը ինֆորմացիա պահում է ամեն դեպքում եւ տեղը մենք իմացանք, որ ուրեմն ցանկացած հատվածում այս ֆայլի հետ ֆայլը կարճ ասած դեբագի միջոցով է։ Դեբագ։ Ոնց ենք աշխատացնում, ինչպես ենք աշխատում, հասարակ բան է։ Առաջինը չմոռանանք, եկեք ես իմ կոդը մի անգամից կոպի փաստ անեմ, որ չխանգարի ինձ։ Այս կոդի փաստ, մի վարքյան։ Ահա։ Եվ ասեմ դեբագի համար, ստեղ պետք է նստած լինի դեբագ, ռիլեսը դեռ վերջի դասերի սահմաններում է, եւ այս երկու սլակներից օգտագործում եմ մքացված կանանչը։ Պարզեցված կանանչը դա սովորական թարգմանությունն է, ինքը կաշխատի, ինչ որ բան է տալի, չգիտեմ, իսկ մքացվածը ինքը դեբագով կաշխատի եւ քանի որ ես չեմ կանգնացրել որևէ տեղ ծրագիր, ինքը դեբագով կաշխատեց եւ դուրս եկա։ Եթե որևէ տեղ կանգնացնեի, պարզա դեբագը դեռ կերևար, այսինքն եթե հիմա ստեղ այս ամենավերջում գրեմ console, ահա, read key, ուղղակի, չմոռանանք, որպեսզի հրաման ունենք, եւ էլի դեբագի տակ գցենք, տեսեք ինքը դուրս չեկավ, այս մնաց, այսինքն ամբողջ ծրագիրը, որ ավարտվում է եւ մենք դեբագի նկատմամբ breakpoint-ա կոչում, այսինքն հապաղման կետ կամ խզման կետ կամ ստուգման կետեր չունենք, ինքը ինքնուրույն եթե ծրագիրը կանգնում է, տեղյակ ենք լինում, որ ծրագիրը դեբագով է եւ այս քառակուսին այդ խնդիրը լուծում է։ Նախորդ դասին ասել եմ, այստեղ նույնպես կրկնեց, ասեցիք դեբագով աշխատելուց ծանրացրեցի։ Ինչու ծրագիրը կարևոր չի, ֆունկցիա կանչում, նախնական փոփոխականներ ունի։ Նախորդ դասերում ասել եմ, որ դեբագում այս line-ը որոշում, այսինքն այս հրամանները դեբագի որոշ process-ներում սա կլինի 12-րդը, սա կլինի 13-րդը։ Իսկ սովորականում ինքը preprocessor-ի հրամաններում անցանք, ինքը core-ում արդեն չի փոփոխվում, framework-ում փոխվում է։ Ինչևիցե, line-ի մասին շատ քիչ հետո, իսկ ընդհանրապես ունեն փոփոխականներ, կանչում է ֆունկցիա, գնում է այս մեթոդը, մեթոդում որոշ փոփոխականներ վերադառնում է, կատարում է ենթադրենք այս գործողությունը եւ ավարտում։ Սովորական առանց դեբագ տարբերակը սա է։ Տեսնենք ինչ էր անում եւ ինչ ֆունկցիաներ ունի, շատ համառոտ կասեմ իր խորը ֆունկցիաներ իմաստ չունի այդտեղ չարչարվել F11 շլուրջ գործա եւ F10-ը։ Ես կարող եմ breakpoint-ներ անել, կանգառի կետ։ Ոնց որ ասենք դուք ավտոբուսը նստում տեղ եք գնում եւ կանգառի կետեր ունի։ Կանգառի կետում մենք պետքա գործողություն անենք, ասենք ուղևոր նստի դուրս գա, վճարը չմոռանալով։ Ուրեմն կանգառի կետեր Կարող ենք այդ կանգառի կետերում գործողություններ նայել, կատարել նույնիսկ, տվյալների ինֆորմացիա նայելն է առաջի տեղում։ Այն փոփոխականների արժեքների կոմպլեքս արժեքներ, ընդհանրապես արժեքների պարունակությունը։ Breakpoint ստանալու համար կամ F9-ով ենք անում, կամ մկնիկի կրկնակի քլիկով, որ հիմա ձախ եզրում է գտնվում։ Մենք ունենք հնարավորություն, եթե մենք հանկարծ breakpoint ենք մտել, գոյություն ունի այդպիսի տեղ, debug Windows breakpoints-ն է կարելի դիտել բոլոր կանգառի կետերը։ Ապա մենք F11-ով հերթով գնում ենք առաջի breakpoint-ից հետո։ Հաջող, հատ, քայլ։ Shift F11-ը, եթե մեթոդի մեջ է դուրս է գալի, բայց հիմա առաջնային չի սա։ F10-ը ֆունկցիա չի մտնում, F11-ը ամեն տեղ գնում է, ֆունկցիայի մեջ է, F10-ը ամեն տեղ գնում է, բայց ֆունկցիայի մեջ չի մտնում։ Մեզ մոտ այդպիսի բան կա։ Մենք կմտնենք breakpoint այստեղ, կգնենք ֆունկցիա, եթե F11-ը կմտնի այստեղ, կային արժեք կա, մենք կայի արժեքները կտեսնենք, ուրախ ենք, վերադառնա, for-ի մեջ կմտնի, while-ի մեջ կմտնի, is-ի արժեքները մենք կտեսնենք, եւ կստացվի, որ հիմա ես աշխատացնեմ նորից, որ կա is-ի եւ այլը տեխնոլոգիաները կա, բայց նշածս հետեւյալ դա։ Breakpoint կդնենք աչք mouse click-ով։ Խնդրեմ։ Այժմ ես չարի վրա, այս սախ կողմում, մի հատ sense սխում կարմր է, breakpoint-ը։ Մեզ breakpoint-ում ինքը արդեն կանգնելու է, այսպես չի կանգնի։ Իր համար աշխատեց։ Որտեւ ես ձախով չեմ աշխատած, ասենք debug սիստեմայով չեմ աշխատել։ Եթե այստեղ վերցնեք debug ինքը կունենա F-ին without debug control F-ին։ Այ հիմա F-ին գնա աշխատացնում։
F5-ը ստեղ կա, ես միանգամից եմ աշխատացնում։ F5, ինքը մտավ breakpoint։ Եվ մենք միանգամից պետք է նայենք ինչեր ունենք։ Չմոռանանք, որ իմ մոտ արդեն դրված է ինչ-ինչ պատճառով։ Error list ունենք, error list-ից բացի մենք ունենք նաև թույլատրվում է մտնել, ասենք, debug, window, եւ այստեղից նայել, ասենք, լոկալները, immediate-ները, watch-ը եւ այլ, այսինքն մենք ունենք մեծ քանակությամբ տեխնիկաներ, այս breakpoint-ներ կարող ենք տեսնել։ Այսինքն ես կարող եմ նույնիսկ breakpoint-ները տեսնել, սա breakpoint-ները նշած է, որ որտեղից է գալիս։ Ուրեմն երկու պատուհան ստացվեց։ Այս պատուհանի մեջ 1, 2, 3, 4, որի ոչ բոլորը կքննարկենք, breakpoint-ը արդեն տեսանք, մի հատ breakpoint ունենք, եթե հանկարծ տեղել breakpoint դնեմ, երկրորդը կգա։ Ես հանեմ իրեն, որից շատ չխանգարի։ Բացատրեմ այս աջ պատուհանը։ Ձախ պատուհանում կա locals, այն սա հետաքրքրում։ Ինչ որտեղ էս auto մնացել է locals auto watch, այսի մենք կտեսնենք ինչ է այնպես ներկայացնում։ Մեզ localն է հետաքրքիր եւ կարդում ենք։ Առաջինը հիմա հատ-հատ կգնանք եւ փորձենք այս watch, եկեք local փոփոխականները ստեղից սկսեմ։ Ուրեմն breakpoint-ում դուք կարող եք ձեր local փոփոխականները տեսնել։ Local փոփոխականների սահմանում մենք անցել ենք, դրա հետ կապված խնդիր չունենք։ Դրա համար ես հասել եմ, կանգնել եմ կանգառի կետ 2-ում։ Ինքը արդեն local փոփոխականների մեջ ասում է, ունես string դատարկ տարածքով main-ն ասա։ Ուրեմն մեզ մոտ top level-ը եւ main-ի մեջ է գտնում իմ ամբողջ ծրագիրը։ C կա, որին դեռ արժեք տված չի։ Եվ ակա, որին դեռ արժեք տված չի, այսինքն breakpoint-ը չարին հասել է, բայց չարը չի օգտագործել։ F11, ես մի հատ առաջ գնացի, ուշադիր նայեք, C-ն արդեն արժեք ստացա, I վրա դեռ արժեք չի, բայց ես արժեքները նայում, նո, ստեղ ինքը մեզ օգնել է, W սիմվոլն է, որի կլավիատուրայի table-ի համարն էլ է տալիս, տենց բան կա։ Մի հատ էլ F11, ես ուղղակի փոխանցում եմ, անվերջապես 99 ստացվեց, հասավ երրորդ քայլին F եմ ուզում կանչեմ, քանի որ այդ 11 ամեն տեղ է գնում, բանից պարզում է, որ ես հիմա, եթե մի հատ F11 կատարեմ, կընկնի ֆունկցիայի մեջ, կան կլինի 3, տեսեք այստեղ մի հատ փոփոխական է, դեռ իրան արժեք չեմ տվել, կան 3, գնամ առաջ, կան տեսեք 3 տվեց, եւ այլն, ինքը կսկսի աշխատել ստեղ F11, հիմա կան 2 դարավ, ես չեմ ուզում մինչև 3 գնա, եւ հենց հիմա փորձարկում եմ հետեւյալը, Shift F11-ը սա դուրս է գալիս մեթոդից, կա 3-ի հետևից էլ չընկնենք, եկեք հա, լավ բան է։ Հիմա Shift F11-ը հուսով եմ կաշխատի, եւ ինքը ֆունկցիայից դուրս եկավ, կան էլ գոյություն չունի, ահա եւ Shift 11-ը ֆունկցիայից վաղաժամ դուրս եկավ։ Իմ ծրագիրն այս ֆունկցիայից վաղաժամ դուրս եկավ։ Շատ լավ, ես եւ F11-ները օգտագործեմ դել, F11 ֆունկցիա E4 արդեն ահագին նոր բան 9-0 դարձավ եւ այլ, այստեղ դուք եք մանրամ, sense հերթով գնում եմ, ինքը հերթով արժեքները տալիս է, ես արդեն չեմ շատ երկարացնում, ես հերթով նայում եմ արժեքները լոկալում նայում եմ։ Ինքը parz է, մինչև 3-ը կանի, կասի string-ը կտա, դեք string-ը էլ տվեց, ուզում եմ տեսնեմ գալիս է թե չէ։ Իհատել։ Ինքը string տվեց, տեսեք, args string-ը որն է այստեղ, երևի հա այս է, տեսեք, string concatenation, այստեղ է string-ը իր-ին, կարճ ասած այստեղ մեզ տված է, այս մասում ու սա string-ի արժեքներ տվեց, փոփոխականի արժեքները։ Ստուգում եք, զգում եք, տեսնում եք, անցնում եք առաջ, F11, ահա, եւ հերթով նայելուց հետո մենք կվերջացնենք մեր գո, այնքան որ բոլորով անցնելուց հետո ինքը վերջացրեց ծրագիրը, մի հատ էլ F11 անեմ, դուք ինչ որ բան է տալի ծրագիրը, կարևոր չի եւ դուրս է գալիս։ Ահա։ Իվարկամ։ Վեսենիքի։ Շարունակեմ, տեսեք, հիմա ոնց որ մի բան չասեցի, չմտնել F1, այսինքն F10-ով բաց է թողնում մեթոդը, եկեք դա էլ ստուգենք։ Breakpoint-ը կա, ես աշխատացնում եմ, փոփոխականները նշված են, ես չեմ ուզում կան տեսնել։ Ինչ եմ անում։ F11-ի 10-ով եմ գնում առաջ, F10,
F10, տեսեք ֆունկցիա չմտավ։ Գնաց F4 եւ այլ, այսինքն ֆունկցիա չմտավ ինքը։ Իսկ եռյակը շատ լուրջ է այն առումով, որ մեր գլխավոր գործիքներն են break point-ի միջոցով եւ այստեղ կարելի է ավարտել մեր այս թեմայի վերցանումը։ Մնացած արդեն գիտելիքներն են, որը փորձի հետ է միայն ավելանում։ Ամեն դեպքում ես մի որոշ բաներ կարող եմ ձեզ ասել եւ դրանով վերջացնել։ Run program debug local autos ոչ պատահաններով կարելի է հետևել փոփոխականների արժեքները։ Այսինքն, եթե մենք գտնվում ենք այստեղ եւ ուզում ենք այս ցուցակը չլինի, այս ջնջում եմ, որ տեսնեք չկա autos եւ այլն։ Այսպես հանում եմ։ Output-ն եմ հանում։ Spec check-ը թող մնա ենթադրեք։ Այ մտնում եմ debug window, այստեղից եթե auto local-ը վերցնեմ, իմ լոկալից հետո ես կարող եմ լոկալ արդեն մի քիչ առաջ նայեցինք։ Նայեք հաջորդը, եկեք ես 0 սարքեցի, որ հեշտ լինի։ Autos-ը կարող եմ տեսնել նախորդ օպերատորում մասնակցող մի քայլ առաջ մասնակցողի հետ կապված առանձնապես այնպես նշանակություն չունի, ամբողջ լոկալները չի ցույց տալիս։ Իրան ցուցադրելու համար էլի մտնում եմ։ Ուրեմն ուրա debug Եվ ստեղ ասենք մտնեմ autos։ Տեսեք autos-ը եկավ մի քայլ վերևի իժին նստածա դրա միայն իժինա ցույց տալիս։ Նայեմ լեկցիա, հետով եմ գնում, լավ չեմ հիշում, ոչ չէ։ Կարելի է դիտարկել նշված փոփոխականի արժեք, օգտագործում է enter որպես հրամանի։ Այսինքն կարելի է դիտարկել այս արժեքը, օգտագործում է եւ կարող ենք նույնիսկ որքան գիտեմ, տվյալ փոփոխականի արժեքը նույնիսկ մենք կարող ենք տալ։ Ոչ եկեք մի հատ նայենք։ Էլի debug, էլի window, ես ուզում եմ հետով գնամ, որ տեսեք, ոչ չունեմ։ Ոչ one-ով է գալիս։ Ուրեմն ոչ one-ով ես կարող եմ այստեղ ես ասենք կարող եմ դնել ինչ ունեմ, ի փոփոխական, տեսեք 0 է տալիս։ Ասենք ես այստեղ եմ գտնում, եկեք մի հատ debug-ով առաջ գնանք։ Սենց վերցնենք 11 Այստեղ ոնց որ մի քանի արժեքներ կան։ Եվ կարող եմ հենց հիմա ասենք ժին ինչ արժեք է, ժին տվեցի մի անգամ, ասենք ես եմ ուզում, որ արժեքը ստանալ կամ տեսնել։ Ինչն է հետաքրքիր, այստեղ դեռ line-ը տալիս է 9-րդ, որովհետև ինքը ստեղ է գտնվում։ Եթե ես line 1-ը հանեմ, ինքը դեռ 9-րդ կլինի, որտեղ պատուհաններով աշխատում, բայց որոշ դեպքերում ինքը պետք կգա մեզ։ Եկեք line-ը դեռ հանեմ, իրան շատ նուրբ ձևով օգտագործում։ Վերջ, ոչ ես կարող եմ իրեն փոխել, ենթադրենք արժեք տալ, կարող եմ ասենք 6 տալ ենթադրաբար, ինքը 6 կընդունի, իսկ կարող եմ նույնիսկ արժեք փոխել տեղում։ Շատ լավ։ Full stack-ը որտեղ է ճանապարհն է ցույց տալիս եւ immediate անմիջապես ծրոն է փոփոխականին տալ արժեքավորում։ Այն ոչի ժամանակ ես որ արժեք տվեցի, ես իմ օֆիցիալ immediate ունեմ, որ հենց հիմա կարող եմ այդ արժեքները, որ մասնակցի ծրագրին։ Ես տեղում փոխեցի, բայց դա ծրագրին չէր մասնակցում։ Հիմա call stack-ից սկսեմ, ինձ համար դա ավելի հեշտ է։ Տեսեք, ուր այ call stack-ը էլի գալիս է իմ տեխնոլոգիաներով, debug window, ստեղ ինչ որ միտեղ երևի։ Տեսեք immediate կա, call stack-ը ստեղ մի պետք է կա միտեղ լինի, որտեղ է թաքնված, չգիտեմ։ Ուրեմն immediate-ի մեջ կփորձեմ call stack-ը, տեսեք ցույց է տալիս, որ ինքը գտնվում է անունի տարածք եւ այլ, եւ հիմա որ line-ի վրա գտնվում։ Հիմա ինքը գտնվում է այդ line-ի տակ։ Breakpoint-ը կարող ենք նայել։ Տեսեք, breakpoint-ը կարող եմ label դնել, կարող եմ ինչ-որ բան դնել։ Breakpoint-ներ ցույց է տալիս քանի հատ breakpoint կա։ Call stack-ը ճանապարհը հեշտ է, breakpoint-ը քանի հատ կա որտեղ է, ես չգիտեմ, exception state-ը գիտեմ, բայց ինքը իմաստ չունի հիմա բացատրել եւ immediately հենց հիմա ուզում եմ արժեքավորել։ Հիմա եթե ես տամ in հավասար է 8-ի, տեսեք, in հավասար է 8-ը մտավ։ Հիմա ստեղ եթե տամ ժին հավասար է 22-ի, ապա ստեղ 22 եկավ։ Ընդամենը դա, ոչ ավել։ Նկատություններ են միայն փորձով դա կորոշվի։ Ես դասը վերջացրեցի, սակայն debug-ի պարզ աշխատացնելու ձևը F11 եւ այլն։ Վերջում breakpoint-ի հետ կապված աշկլիկով բարդություն ունի, բայց եկեք ուղղակի տեսնենք, որ ինքը կա թե չկա, նույնիսկ փորձով չեմ ուզում
hit count-ը ցույց տամ։ Ուրեմն breakpoint-ի աջ կլիկով կարելի է ստանալ ներմուծման մաս։ Պայման դնել, action-ը նշել ինչ հրաման կատարել։ Նույնիսկ կանգառի կետում կարելի ասել hit count-ով քանի անգամ այդ կանգառի կետը անցել։ Սահմանափակել քանիսից հետո չանցնել, քանի հատից հետո սկսել աշխատել։ Ինչևից է օքեյ է, նշանակում է ծրագիրը փորձված է։ Բայց մենք դրա հետևից այս վարքյանին չենք անցնում, աջ կլիկով կարելի է ստանալ ներմուծման մաս։ Դա ես կատարեմ, ամփոփեմ եւ գնանք առաջ։ Այստեղ եթե աջ կլիկով ես condition մտնեմ, ինքը ինձ կտա պայմաններ, այսինքն ես այստեղ կարող եմ պայման դնել, եթե ենթադրենք ինչ է այստեղ, եթե j-ն հավասար 9-ի, այս condition-ով ինքը կաշխատի։ Action-ը ինչ գործողություն անի, այստեղ նշել եմ։ Մենք debug trace-ում կանցնենք, debug trace-ում մենք կանցնենք, debug right, այսա ուրեմն error բանի լիստում debug output-ում է ցույց տալիս, ասում կարող ես բան ավելացնել։ Ոչ ոք չի ասում, թե հենց հիմա մենք պետք է մի ժամանոց պրակտիկ օրինակ ցույց տանք, ինքը ինչ որ գործողություն կարող է կատարել։ Hint ունի այստեղ ինչ որ միտեղ, որը ես կարող եմ նաև փորձել add action-ը կանոն, դա hit count, ես կարող եմ այստեղ հավելացնել, որ ես 3 անգամ ցուցադրի ոչ ավել։ Եվ այլն, այսինքն ես աջ կլիկով ձեզ ցուցադրեցի, որ կարելի է խորացնել մեր debug-ով տեխնոլոգիաները։ Սակայն չմոռանանք, որ ամենապարզը հետևյալն է եւ ամփոփենք վերջացնենք։ Debug աշխատացնելը ամփոփում եմ։ Դա մի ծրագրային հատված է, որը որ բանից պարզում է, իմ ծրագիրը ունի ենթադրաբար ինչ որ ծավալ, debug-ը ավելացնում եմ ինչ որ մի ուրիշ ծավալ, debug Ism execute application դա, այս ամբողջական մասը միասնական կդառնա ծրագիր, սա ինձ կօգնի, որպեսզի սխալները գտնեմ, error-ներ կամ ընդհանրապես ոչ հաճելի մասերը, այս սխալները գտնելուց հետո ես պետք է հրաժարվեմ debug-ից եւ այս ձևով իրեն տամ։ Այսինքն debug-ը ծրագրին գտնում է, որպեսզի ծրագիրը աշխատի Եվ ծրագրին կպնելուց հետո դուք թարգմանությունը ամփոփում եմ կատարեք, ես stop տամ այստեղ, թարգմանությունը կատարեք ոչ թե IS combination console application, այլ ես մի երանգյունիով։ Չմոռանանք նաև, որ ինքը ունի հրամաններ եւ 11 եւ 10 ամենա այսպես տարածված հրամաններն են եւ breakpoint-ը ձեր կանգառի կետերն եք դնում այդտեղ ուսումնասիրելու համար։